Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Գիտեք, Հայաստանում այն ինչ որ կատարվում է, շատերին թվում է, թե արթնություն է, բայց իրականում Հիսուսը Հովհաննես 10-րդ գլխում ասում էր, որ նա ով չի մտնում ոչխարների գավիթը դռնով, նա գող է ու ավազակ է։ Այսօր ինչ որ կատարվում է Հայաստանում վարչապետի ղեկավարությամբ, այն փոփոխությունները, որ պատրաստում են բերեն եկեղեցում, դա գավիթ մտնելը չի դռնով, ճիշտ հակառակը, դա ցույց է տալի, որ գողն ու ավազակն է, որ մտնում է անօրինական ճանապարհով մի տարածք, որտեղ իշխանություն չունի։ Եկեղեցու գլուխը Հիսուսն է, ու Հիսուսը ինքն է որոշում իր ուզած ճանապարհով փոփոխությունը բերելու։ Եկեղեցին պատկանում է Հիսուսին, բայց վարչապետը, որը վերագրել է իրան այդ միսիան, որը իրան Աստված չի տվել, որի իրավունքը ինքը չունի, ինքը դրանով ցույց է տալի, որ ուզում է ասի եկեղեցու գլուխը Հիսուսը չի, այլ ինքն է։ Իր գործողությունները դա է ցույց տալի։ Ու այն փոփոխությունները, որ Աստված է բերում, ինքը բերում է իր հոգով, իր որոշված ճանապարհներով, ու շատ նրբանկատ է անում դա։ Այն ինչ որ հիմա է կատարվում, դա բացահայտ ցույց է տալի սատանայի ձեռագիրը։ Ու այն ինչ որ կատարվում է իրականում Հայաստանում, դա պատվեր է դրսից, ոնց տեսնում եք։ Այն հանդիպումը, որ Էրդողանը ունեցավ Հռոմի պապի հետ, խոսում է այն մասին, որ ինչ որ ծրագիր կա պատրաստված, որի մեջ ներքաշում են նաև Հայաստանը, ու եկեղեցու դեմ արշավը հենց դրա հետ կապված է։ Սա սատանայի ծրագիրն է, որը իրականացվում է Հայաստանի հանդեպ, որտեղ փորձում են բոլոր կրոնները միաբանեն, ու այդ միաբանության մեջ ուզում են ասեն, որ հենց այդ ձև պետք է լինի, բոլորս քույրեր եղբայրներ ենք։ Այո, մենք բոլորս Աստծո ստեղծածն ենք, բայց բոլորը չի, որ քույր եղբայր են, որովհետև քույր եղբայր դառնում են Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելով։ Հիսուսն է միակ փրկության ճանապարհը։ Հիսուսն է միակ Աստվածը, որը մարդկության փրկության համար գին է վճարել։ Մնացած բոլոր սուտ աստվածները աստվածներ չեն։ Ու համատեղել բոլորին մի տեղում ու ներկայացնել, որ քույր եղբայրներ են, դա մոլորություն է, որը եւ հիմա պարտադրում են Հայաստանին։ Ահա թե ինչ է կատարվում Հայաստանում։ Գիտեք, երբ որ Ադամն ու Եվան Եդեմյան պարտեզում էին, օձը եկավ ու սկսեց Եվայի հետ խոսել ու պարտադրել բաներ, որ ասեց, թե ճշմարտություն լիներ։ Ու Եվան Աստծո ասածները իմանալով հանդերձ սկսեց լսել սատանային ու ընդունեց սատանայի ասածը, ուտելով արգելված պտուղը։ Հետո այդ պտուղը պարտադրեց նաև Ադամին, որն էլ նաև Եվայի հետ միաբանվելով դուրս եկան Աստծո կամքի դեմ, Աստծո ասածը անարգեցին, ու դրա պատճառով իրանց կյանք եկավ անեծքը, իրանք վտարվեցին Եդեմից։ Գիտեք, այսօր արտաքին ուժերը պարտադրում են Հայաստանին, այսինքն պարտադրել են վարչապետին իրանց տեսակետը, այդ օձը, իր արգելված պտուղ, այդ թունավոր սերմը, թունավոր պտուղը պարտադրել է վարչապետին, ու վարչապետը իրականացնում է դա, այսինքն ինքը կերել է այդ արգելված պտուղը, ու այդ պտուղը այսօր ինքը պարտադրում է հայ ժողովրդին։ Դա նույնն է, որ Եվան պարտադրում էր Ադամին։ Ադամը այդ տեղում կերավ, միաբանվեց Եվայի հետ, ու իրանք պարտություն կրեցին, որովհետև սատանային լսելը անհետևանք չի մնում։ Մենք կանչված չենք սատանայից շփվելու, սատանայի ասածները անելու։ Մենք Աստծուն ենք պատկանում, ու մենք կանչված ենք Աստծո կամքը այս երկրյա կատարելու։
Այն ինչ որ պարտադրվում է Հայաստանին, դա տեսիլքի դեմ գործողություն է։ Հայաստանը Աստծու կողմից առանձնացված է Երեմիա 51:27 խոսքի համաձայն։ Այս սահմաններով Հայաստանն է Մինին, Արարատն ու Ասքանազը, որը Աստված առանձնացրել է Բաբելոնի դեմ պայքարում, ու որևէ կառույց մեզ չպետք է պարտադրի Աստծու կամքից հեռանալու ու սատանայի ցանկությունները կատարելու։ Ես չգիտեմ ինչ կենտրոններից է սա պարտադրված Հայաստանին, բայց մենք այսօր Ադամի նման ընտրության առաջ ենք, ուտենք այդ արգելված պտուղը թե չէ։ Կապ չունի, որ վարչապետը դա կերել է ու մեզ պարտադրում է։ Մենք որոշում կարանք կայացնենք հակառակվելու սատանայի ծրագրերին։ Այն ինչ որ կատարվում է Հայաստանում, դա արտաքնապես նման է, թե եկեղեցում բարեփոխումներ է, արթնություն է, բայց իրականում սատանայի պարտադրած ծրագիրն է, որը եկել է մոլորեցնելու, խաբելու ու Հայաստանը տանելու իսլամացման մեջ, որից հետո, եթե այս ծրագրերը իրականանան, Հայաստանում բացվելու են դռները, 300,000 մուսուլմաններ լցվելու են Հայաստան, կառուցելու են իրանց մզկիթները, ու էդի այդ համատեքստի մեջ է, որ բոլորը պետք է իր այդ խաղաղ ապրեն, որը պարտադրված է Հայաստանին ինչ-որ կենտրոնից, ու սա փորձում են ներարկեն ժողովրդի մեջ, ոնց սատանան այս ամեն ինչը ներարկեց Եվայի մեջ։ Մենք Հիսուսի նման պետք է հավատարիմ մնանք Աստծուն, որը փորձության ժամանակ, երբ որ սատանան իրան պարտադրում էր իր առաջ խոնարհվելու, ու այդ ժամանակ սատանան ասում էր, որ ամբողջ իշխանությունը կտա Հիսուսին, Հիսուսը ասեց, ես կանչված չեմ քո առաջ խոնարհվելու սատանա։ Այսօր մենք գիտակցորեն հասկանալով ինչ է կատարվում, պետք է հակառակվենք սատանային, որովհետև մենք կանչված չենք սատանայի ծրագրերը իրականացնելու։ Մենք առանձնացված ենք Աստծու կողմից Երեմիա 51:27 խոսքի համաձայն, այս սահմաններով, որը Մինին, Արարատն ու Ասքանազն է, Աստծուն ծառայելու, Աստծու կամքը կատարելու ու որևէ կենտրոնի առաջարկներ ու պարտադրանքների առաջ չխոնարհվելու ու չընդունելու։ Հայր, ես խնդրում եմ, որ դու քո գերբնական զորությամբ իջնես Հայաստանի վրա, բացես մարդկանց հոգու աչքերը, լուսավորես, որ մարդիկ, որոնք մոլորված են, գիտակցեն վտանգը, որի մեջ հայտնվել են, ու հետ կանգնեն ամեն մոլորություններից։ Ու ես կանչում եմ քո Սուրբ Հոգու կրակը ամեն կենտրոնների վրա, որտեղից արձակված է մոլորությունը, որ ուզում են պարտադրեն Հայաստանին։ Ամեն կենտրոն, որտեղ էլ որ դա կա, քո Սուրբ Հոգու կրակը թող իջնի այդ տարածքների վրա ու այդ մարդկանց վրա ու թող մոխրացնի սատանայի ծրագրերը, ու հայ ժողովուրդն էլ թող գիտակցի քո խոսքին հավատարիմ մնալու կարևորությունը ու ճիշտ ընտրություն կայացնի, որպեսզի անեծքի մեջ չհայտնվի։ Աստվածին բորբոքիր քո Սուրբ Հոգու կրակը ու թող այդ կրակի մեջ օձերը բացահայտվեն, սատանայի ստերը բացահայտվեն, ամեն մոլորեցնողը թող դատաստանի արժանանա, ոնց Պողոս առաքյալն ասում էր, եթե կգան ձեր մոտ մարդիկ ու ձեզ կքարոզեն մեկ այլ ավետարան ու կփորձեն ուրիշ հիմք դնել, անիծված լինեն։ Թող անիծված լինի սատանայի բոլոր ծրագրերը ու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ գաղափարի կրողն են։ Թող բացահայտվեն սատանայի ծառաները ու Սուրբ Հոգու կրակի մեջ արժանանան քո արդար դատին ու դատաստանին, ու ժողովուրդը թող ազատվի այն գալիք փորձությունից, որ պատրաստել են մեր վրա։ Հայր, ես քո գերբնական պաշտպանությունն եմ խնդրում քո հոգու զորությամբ ողջ Հայաստանի վրա, ողջ հայ ժողովրդի վրա։ Թող մարդկանց կյանքերից քանդվի մոլորությունը ու մարդիկ տեսնեն ճշմարտությունը ու դուրս գան լույսի մեջ։ Թող խավարի իշխանությունը քանդվի ու թող Աստված բերի զանազանումը որոմի ու ցորենի միջև։ Թող լույսը առանձնանա խավարից։
թող Հայաստանը առանձնանա այն ծրագրերի համար, ոնց դու որոշել ես, ու ոչ մի սատանայական ծրագիր Հայաստանի դեմ ուղված հաջողություն չունենա։ Սատանայի ծրագրերը իրականացնողները թող արժանանան քո արժանի պատժին, իսկ քո կամքը կատարողները թող բարձրանան քո զորությամբ, քո պաշտպանության մեջ Հիսուսի անունով։ Օրհնում եմ քեզ Հայաստան, օրհնում եմ Երեմիա 51:27 տեսիլքի համաձայն Աստծու սահմաններով գծված Հայաստանը, որը Մինին, Արարատն ու Ասքանազն է, ու օրհնում եմ Աստծու կամքը կատարողներին, որոնք զինում ու պատրաստում են մեծ հայքը Բաբելոնի դեմ պայքարում։ Աստված իմ, օրհնիր քո ծրագրերը ու օրհնիր քո ծրագրերը կատարողներին Հիսուսի անունով։ Ամեն։